Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Հիմա կտեսնես, թե քեզ ասածիս պես կլինի, թե ոչ Թվոց 11:23 Աստված Մովսեսին հաստատուն խոստում էր տվել, որ 1 ամիս շարունակ մսով էր կերակրելու անապատում գտնվող հսկա բազմությանը, սակայն Մովսեսը տեղի տալով անհավատությանն ու կասկածին, նայում է արտաքին պայմաններին և բոլորովին չի պատկերացնում, թե ինչպես կարող էր այդ խոստումը իրականանալ: Արարչին նայելու փոխարեն նա արարչագործությանն էր նայում: Բայց միթե ստեղծողը սպասում է, որ ստեղծվածը կատարի խոստումն իր համար: Ոչ, նա, ով տվել է խոստումը, հենց ինքն էլ առանց կողմնակի օգնության կատարում է այն իր ամենակարող զորությամբ: Եթե նա խոսում է, ուրեմն այդ խոսքն արդեն կատարված է իր իսկ կողմից: Նրա խոստումների իրականացումը կախված չէ մարդկային աննշան զորության համագործակցությունից: Մենք կարող ենք միանգամից նկատել Մովսեսի սխալը, սակայն որքան հաճախ ենք նույնն անում: Աստված խոստացել է բավարարել մեր կարիքները, իսկ մենք սպասում ենք, որ ստեղծվածները կանեն այն, ինչ Տերն է խոստացել և արդյունքում, բախվելով մարդկային բազկի տկարությանն ու անկարողությանը, տրվում ենք անհավատությանը: Ինչու ենք առհասարակ մենք այդ կողմ նայում: Ինչու ես դու հյուսիս նայում, կարծելով, թե այնտեղից արևից հասունացած պտուղներ կհավաքես: Հիրավի այդ անելով, դու ավելի անմիտ չես վարվում, քան երբ տկարին ես նայում զորության համար և ակնկալում, որ մարդը կարող է Աստծո գործն անել: Եկեք ուրեմն մեր հայացքը ճիշտ կողմն ուղղենք: Հավատքի հիմքն այն տեսանելի միջոցների անբավարարությունը չէ, որոնցով հնարավոր կլիներ իրագործել խոստումը, այլ անտեսանելի Աստծո ամենաբավ շնորհքը, այն Աստծո, որն անկասկած կանի այն, ինչ ասել է: Սակայն եթե մենք պարզորոշ տեսնում ենք, որ պատասխանատվությունը ոչ թե ստեղծագործության, այլ Տիրոջ վրա է և այդուհանդերձ համարձակվում ենք անվստահություն ցուցաբերել, Աստծո այս հարցը զորավոր կերպով հնչում է մեր սրտերում. միթե Տիրոջ ձեռքը կարճացել է: Թվոց 11:23 Թող նրա ողորմությամբ այս հարցի հետ մեկտեղ մեր հոգիներում առկայծի նաև այս օրհնյալ հայտարարությունը. Հիմա կտեսնես, թե քեզ ասածիս պես կլինի, թե ոչ: